Ինչպես պատասխանել անհարմար հարցերին։ Անհարմար հարցերին լավագույնն է պատասխանել այնպես, ինչպես մյուս բոլորին։ Եթե դուք հստակ գիտեք պատասխանը, պատասխանեք անմիջապես։ Եթե կասկածում եք կամ չգիտեք, կարող եք առաջարկել միասին փնտրել պատասխանը ժամանակակից մանկական գրքերում, ինտերնետում կամ հարցնել ձայնային օգնականին։ Եթե երեխայի հարցը ձեզ անհանգստի է բերել, բացատրեք, որ ձեզ ժամանակ է պետք պատասխանը պատրաստելու համար։ Եթե որոշ մանկական հարցեր ձեզ մոտ անհարմարություն կամ շփոթություն են առաջացնում, թվում են անհարմար, փորձեք պատկերացնել, որ այդ պահին պատասխանում եք սովորական, իսկ ինչու՞։ Երկինքը կապույտ հարցին։ Երեխայի համար այստեղ ոչ մի տարբերություն չկա։ Հարցը անհարմար է հենց մեծահասակի համար։ Եթե դուք խուսափեք պատասխանելուց, փորձեք կատակով շրջանցել կամ այդ հարցը փոխանցեք այլ մեծահասակների, երեխան կդադարի ձեզ հետ քննարկել սեռական դաստիարակությանը վերաբերող թեմաները։ Լավագույն դեպքում նա տեղեկատվությունը կստանա իր հասակակիցներից։ Վատագույն դեպքում դուք պարզապես նրան մենակ եք թողնում կարևոր հարցերի հետ, որոնք այդ թվում վերաբերում են նաև նրա անվտանգությանը։ Եթե տեղի ունենա ինչ-որ բան, որը կխախտի նրա սեռական անձեռնվելիությունը, նա կարող է վախենալ և ձեզ չպատմել այդ մասին։ Այդ պատճառով ձեռք բերեք երեխաների համար նախատեսված գրքեր ինտիմ կրթության մասին և նախապես պլանավորեք զրույցը կամ նույնիսկ տարբեր թեմաների շուրջ մի քանի հանդիպում։ Ծնողներից բացի ոչ ոք չի կարող երեխային տալ այս արժեքավոր տեղեկատվությունը։ Եթե դուք չխոսեք այս մասին, ապա ձեր փոխարեն դա կանեն ուրիշ մարդիկ, և անհայտ է, թե ինչ և ինչպես կպատմեն նրանք։ Հաճախ են լինում դեպքեր, երբ մեծահասակները օգտվում են երեխաների սեռական անգրագիտությունից դրդում նրանց ինտիմ հարաբերությունների